Քիչ առաջ ծանոթացանք նաև Արոսենու Հայաստանում աճող տեսակների մասին, դրանց օգտակարության և դրանց սպառնացող վտանգներին, այնպես որ մեզնից հասնում է տեղեկացված լինել և իմանալ, թե ինչպես պաշտպանենք մեր բնությունը։ Այո, ամենակարևորը մեր բնությունը, իսկ մենք մոտեցանք ամենասպասված հատվածին առավոտ լսոյի, և դա իհարկե խոհանոցն է, խոհանոցում արդեն իսկ Անուշը պատրաստ է ներկայացնելու, թե ինչ է պատրաստելու այսօր, ինչ բաղադրատոմս է ներկայացնելու Անուշ, բարի լույս։ Ողջույն Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստելու ենք աղցան, որի ամենակարևոր բաղադրիչը սագախոտն է, ավելի հայտնի որպես քինուա, հայերեն տարբերակը սագախոտ, շատ վիտամիններ է պարունակում և ընդհանրապես կարող եմ ասել վիտամինային պայթուցիկ է լինելու այսօրվա մեր աղցանը, որովհետև և բրոկոլի ունենք, և բանջարեղեն, և շատ կանաչի, առատ կանաչի, որը որ շատ կարևոր է և պետք է շատ օգտագործել։ Մենք սկսենք առաջին հերթին, բրոկոլին դնենք թող մի փոքր խաշվի և հետո սկսենք արդեն դասավորել ու խոսել սագախոտի օգտակարության մասին։ Սագախոտը արդեն նախապես եփված տարբերակով է։ Այո, սագախոտը եփված է։ Ինչպես են պատրաստում սագախոտը։ Ուղղակի մի փոքր աղաջերով պետք է դնել ու խաշվի։ Ընդհանրապես մի 10-15 րոպեում շատ արագ պատրաստվում է և շատ վիտամիններ է պարունակում։ Սագախոտը B խմբի վիտամիններն է պարունակում, օմեգա 3 շատ կարևոր է սրտանոթային խնդիրների դեպքում և ընդհանրապես այնքան վիտամիններ ունի, սելեն, որը ոչ բոլոր մթերքների մեջ է պարունակում, դրա համար սագախոտը շատ են առաջարկում օգտագործել կանխելու շատ տարբեր հիվանդություններ, հակաբորբոքային է, հակաօքսիդանտ է նաև քաղցկեղի կանխարգելման համար է շատ լավ։ Այնքան լավ բաներ ասացիր, ես պատրաստ եմ այսօր գնալ և կրկնել բաղադրատոմսը։ Բայց վերջին տարիներին իսկապես այսպես ասենք, որ սագախոտը մտել է մեր կենցաղ, խոհանոց և շատ հաճախ մենք նաև տանն ենք պատրաստում սագախոտով որևիցե աղցան։ Այո, և հիմնականում շատ հաճախ օրինակ բլղուրին են փոխարինում արդեն, իհարկե ամեն մեկն իր տեղն ունի։ Կարծում եմ այսօրվա այսքան վիտամինների հարուստ լինելու, այսքան օգտակարության մասին խոսելուց հետո հաստատ գոնե այսօր կարող են օգտագործել մարդիկ և գուցե քիմքին սկզբում մի քիչ անսովոր լինի, բայց հետո հաստատ կհավանեն։ Այո, բրոկոլին դրեցի։ Ընթացքում ժամանակի սկսում ես սովորել յուրաքանչյուր բան։ Այ հենց բրոկոլին դրեցիր, որպեսզի եփվի, բայց ես օրինակ բրոկոլին միշտ օգտագործում եմ հում տեսակով աղցանների մեջ։ Այո, ես էլ եմ հաճախ օգտագործում, բայց հիմա մենք ընդհանրապես կթողնենք մի քանի 2 րոպե նույնիսկ չենք թողնի եւ կհանենք ու կանաչ գույնն էլ այդպես ապահովում ենք եւ խրթխրթան տեսավիճակն էլ է մնում։ Երբ որ շատ է եփվում, արդեն իր վիտամինները ընդհանրապես կորչում են։ Ես այստեղ մի փոքր Առասարակ ասում են, եթե սնունդը եփվելու հատկապես բանջարեղենի եւ կանաչու մասին է խոսքը, կանաչեղենի, եթե եփվելուց գույնը փոխվում է, ավելի գորշանում է, նշանակում է նա իր ամբողջ վիտամինային պաշարը բաց թողեց իր մեջից եւ արդեն այնքան էլ նպատակահարմար չէ։ Դա նշանակում է, որ պետք է հում տեսակով ուտել։ Իրականում առաջարկում են բուսաբուժները եւ հում տեսակ տարբերակով սովորելու վրա, գիտես։ Այո, ավելի վիտամինային հարուստ պաշար կարող ենք ստանալ։ Իդեպ հիմա մարդիկ շատ են սկսել ընդհանրապես հում օգտագործել, նույնիսկ դդմիկն են հում սկսել օգտագործել եւ դա իհարկե շատ հաճելի է։ Շատ բարակ կտրտված, չէ։ Այո։ Նույնիսկ ուղղակի քերած վիճակում։ Այո, շատ ողջունելի է, որ հիմա մարդիկ ընդհանրապես հետևում են առողջ ապրելակերպին, առողջ սնունդին, դա նկատելի է, նույնիսկ այդքան շատ թվով բլոգերներ կամ ուղղակի ռեստորաններում նույնիսկ սկսել են շատ ավելի առողջ կերակուրներ առաջարկել։ Անուշ, մենք քեզ հետ այնքան շատ ենք զրուցել ամենատարբեր թեմաների մասին, որ այսպես նույնիսկ չգիտենք էլ ինչի մասին կարելի է խոսել, բայց ավելի լավ է դու մեզ պատմիր, թե ինչպես եւ որտեղից ես ամեն անգամ գտնում տարբեր բաղադրատոմսեր եւ միշտ պատրաստ ինչ-որ մի նոր բան ունես։ Հիմա իրականում ես որ ինչ-որ տեղ հյուր եմ գնում կամ ռեստորան եւ տեսնում եմ համեղ ուտեստ, ինձ թվում է ինչպես բոլորը կամ ովքեր որ սիրում են համեղ ուտել ու պատրաստել, հաստատ վերցնում են այդ բաղադրատոմսը եւ տանը փորձում են պատրաստել։ Իմ երեխաներն շատ են սիրում համեղ ուտել
Եվ երբ պատրաստում եմ ու այսպես վաու, ինչ համեղ է, ինչ լավն է, դա ինձ ոգևորում է։ Եվ որ այդ բաղադրատոմսը լավն է։ Եվ նույնը հյուրերի դեպքում, երբ որ գալիս են, համտեսում են եւ հավանում են, դա ինձ համար այդպես նոր մոտիվացիա է լինում, այո, մոտիվացնում է եւ սկսում եմ այլ բաղադրատոմսեր փնտրել, գտնել այդպես։ Բայց կան գաղտնիքներ, որ երբեմն հարցնում ես օրինակ ռեստորանում, այդ գաղտնիքները նրանք չեն բացահայտում։ Այո, բայց քանի որ մենք արդեն 2 տարի է խոհարարների հետ շատ սերտ կապերի մեջ ենք եւ նկարահանումների բացում են բոլոր գաղտնիքները։ Այո։ Նույնիսկ եթե տեսախցիկի առաջ ոչ, ապա առանձին բոլոր գաղտնիքները տեսախցիկի մոտ ոչ։ Բայց այդպես շատ քիչ է եղել։ Չի եղել է, որ ինչ որ բաղադրիչներ փոխարինել ենք օրինակ, կամ չգիտեմ, գրամներով գուցե այսպես ճիշտ ինչ որ թանձրուկների գրամները չեն ասել, բայց դե յուրաքանչյուրն ունի ամեն դեպքում իր գաղտնիքը։ Այ հետաքրքիր է այդ գրամների մասը, ես բնականաբար ոչ պրոֆեսիոնալ խոհարար որպես տիրուհի, դե իմ դեպքում տիրուհի տանտիկին ամեն դեպքում տնային տնտեսու մասին է խոսքը իրականում, երբեք գրամներով չեմ պատրաստում ոչ մի բան, օրինակ դու Ես միշտ գրամներով եմ պատրաստում։ Դու մոտ ես պրոֆեսիոնալ, դու չես ես այդպես եմ, ես չեմ կարող ինքս ինձ որոշել, որ այ եթե սա պակասում է, պետք է մեկ ուրիշ բանով կարող եմ փոխարինել, այդ իսկ պատճառով իմ մոտ ճիշտ դրված է ցանկը եւ գրամներով այսպես շարունակում եմ պատրաստել։ Եթե առաջին անգամ եմ ես ասկաչափով ցանկացած նոր բան նույնիսկ պատրաստելիս Եթե նշված է, փորձում եմ այդպես անել, բայց հաստատ երկրորդ անգամ արդեն կանեմ ես իմ աչքաչափով, մոտավորապես հասկանալով ուղղակի։ Հատկապես եթե մեկ անգամ անում ես գրամներով եւ տեսնում ես, որ օրինակ, չգիտեմ, 20 գրամը դա կես գթալն է, արդեն բայց մեկ անգամը բավարար է հիշելու համար, որ հետո աչքաչափ ինձ համար բավարար չէ, այդ իսկ պատճառով ես ունեմ բոլոր չափիչները բոլոր չափերի Այո, բոլոր չափերի եւ միշտ այդպես եմ պատրաստում, եթե դա նոր է։ Չէ, ես չունեմ չափիչներ, երևի պետք է ներառել խոհանոցում, չգիտեմ, ընդհանրապես ոչ։ Դա նշանակում է դու շատ լավ աչքի տեսողություն ունես, համի զգացողություն ունես եւ շատ ավելի արագ է ստացվում այդպես։ Եվ երևի թե ես այնպիսի բաղադրատոմսերից չեմ օգտվում, որոնց դեպքում իսկապես այդ գրամները մի քիչ այս կողմ կամ այն կողմ կարևոր են եւ եղանակ են փոխում։ Այդպես բնականաբար ինչ որ հատով, չափով, կիլոգրամով փորձում եմ գտնել ոսկե միջինը։ Անուշը այնտեղ ավելացնում է արդեն եգիպտացորենը։ Այո, եգիպտացորենն եմ ավելացնում։ Իդեպ այդ չափիչ գթալիկները շատ են օգնում ընդհանրապես տնային տնտեսուհիներին հիմա։ Խոհանոցում շատ է հեշտացել։ Դու ինչ ավելացրեցիր այս ընթացքում, մինչև մենք չափիչ գտալների մասին էինք խոսում։ Ուրեմն դե սա գախոտը մեր գլխավոր հերոսն է այսօրվա, վարունգը, լոլիկը եւ տարբեր գույների պղպեղ եմ ընտրել, որպեսզի ավելի համեղ ստացվի։ Եւ համեղ եւ գունեղ, եւ կիտրոն ես ավելացնելու։ Եվ կիտրոնի հյութը, եթե մենք օգտագործում ենք, անպայման պետք է այսպես անել, սա խոհարարներից եմ սովորել։ Եւ այդ դեպքում ամբողջ հյութը, այո, կարող ենք քամել։ Ահա, սա պետք է հիշել։ Շատ համեղ աղցան է լինելու, ես համոզված եմ։ Շատ համեղ է լինելու։ Թվում է, թե հասարակ բաղադրիչներ են, բայց հավատացնում եմ, որ շատ համեղ է լինելու, բայց առանց սոխ այստեղ հնարավոր չէ։ Ինչու լույս, ես դա չէի տեսել։ Ես ընդհանրապես սոխ չեմ օգտագործում, ոչ մի աղցանի, ընդհանրապես։ Չդնենք հիմա։ Չէ, դնում ենք իհարկե, ես գիտեմ, որ սոխը շատ օգտակար է, բացի օգտակար լինելը, սոխը շատ յուրահատուկ համ է հաղորդում աղցանին, ուղղակի առանց սոխ անհնար է ստանալ այն համը, ինչ որ պետք է։ Այո։ Իսկ սխտորի հետ ինչպես է։ Շատ լավ։ Ընկերություն ենք անում։ Մտերիմ եք։ Այո, մտերիմ ենք, բայց սոխի հետ ոչ։ Երկար տարիներ չենք խոսում։ Հետաքրքիր է թե ինչ կոնֆլիկտ է եղել ձեր միջև։ Եփված է չեք սիրում, տարիներից եկած կոնֆլիկտ է։ Եփված սոխն է չեք սիրում։ Դե դա գոնե չես զգում։ Ահա։ Չէ, ես օրինակ ես միշտ զարմանում եմ մի բանի վրա։ Եթե սոխը համարվում է բանջարեղեն, չէ՞, դա բանջարեղեն է։ Ինչի նա ունի քաղցր համ։
նաև քաղցր համ։ Այո, սոխը ունի քաղցրություն, երբ որ դու ուտում ես այդ։ Քեզ հենց այդ քաղցրությունը դուր չի գալիս։ Հետաքրքիր։ Պարզապես հետաքրքիր է, որտեղից է գալիս այդ քաղցրությունը բանջարեղենը։ Դու գնախնդրեիր, եթե այլ լիներ միրգ թե հատապտուղ։ Դե գոնե միրգ համարվեր, հա։ Լուսինե, կարմիր սոխն է ավելի քաղցր, հենց դրա համար կարմիր սոխը օգտագործում են աղցանների համար։ Իսկ եթե դու դրա համար մասնավորապես Լուսինեն դա չի փորձի։ Եթե ուզում եք տապակել, ապա պետք է անպայման օգտագործել սպիտակ սոխ։ Եվ հիմա եկավ բրոկոլիի ժամանակը։ Պետք է մի փոքր այսպես մեծ ենք թողնում։ Եվ ավելացնում ենք աղցանի մեջ։ Բրոկոլին դե բոլորս արդեն գիտենք։ Երբ որ բրոկոլին նոր մտավ մեր խոհանոց, բոլորս էլի զարմանում էինք, ասում էինք, դե Հայաստանում աճող չի, այդքան օգտակար չի կարող լինել եւ այլն։ Բայց հիմա արդեն Հայաստանում իհարկե տարբեր տեղեր եւ նույնիսկ սագախոտն է արդեն Հայաստանում աճեցնում են եւ հենց այստեղ էլ մարդիկ կարող են այստեղի արտադրողներից օգտվել եւ օգնել մեր փոքրիկ երեխաների ճաշացանկում բրոկոլին այսպես փոխարինելի տեղ ունի, այո։ Բրոկոլիով ինչ նախաճաշ, ինչ աղցան ասես, որ հիմա չեն պատրաստում, չէ։ Եվ հիմա եկավ ամենահետաքրքիր բանը, որ մենք շատ կանաչի պետք է օգտագործենք ու խառը կանաչի։ Եվ սամիտ, եւ հոմեմ։ Ես ընդհանրապես աղցանների մեջ սիրում եմ շատ օգտագործել կանաչի։ Իսկ կանաչ սոխել նույն կերպ, նույնությամբ։ Չէ, կանաչ սոխ հետաքրքիր է, չէ, որ սիրում եմ։ Միայն այսպես։ Կարող եք այս դեպքում կանաչ սոխ օգտագործել, եթե սիրում եք կանաչ սոխ։ Փոխարինել կարող ենք կանաչ սոխով։ Շատ ավելի թեթև է սոխ։ Փոխարինել կարելի է կանաչով։ Ընդհանրապես երեխաները կարող են այսպես կանաչի չուտել, չէ, բայց գիտենք, որ շատ վիտամիններ է պարունակում, ինձ համար սա ուղղակի հետաքրքիր լավ միջոց է, որպեսզի երեխաները շատ կանաչի ուտեն, որովհետև աղցաններ սիրում են իմ երեխաները եւ ես մոտավորապես մի կապ կարող է կանաչի կտրտեմ ու տեղավորեմ աղցանի մեջ։ Իսկապես կանաչիների հետ հարաբերությունները երեխաների մոտ ոչ միշտ է լավ ստացվում, հետաքրքիր է ինչ են անում այն մայրիկները, ովքեր որ փորձում են, ինչ ես անում դու Լուս։ Ոչ լարվում եմ, ոչ էլ, գիտես, այսպես թողնում եմ ինքնահոսի, որովհետև համոզված եմ, որ կգա մեկ օր, երբ երեխաները կսկսեն հասկանալ եւ սիրել, թե կանաչին ինչքան օգտակար է եւ ինչ համեղ է։ Ծնողավարման հրաշալի օրինակ եւ ինչքան կարող ես լարվել եւ նրանց ետևից ընկնել եւ համոզել նրանց, ոչ։ Համոզված եմ, որ կգա մեկ օր, ինչպես նաեւ ինձ մոտ օրինակ։ Միշտ իմ օրինակով եմ նայում։ Ես մանկության տարիներին եւ մինչեւ այսպես 20-23 տարեկան ընդհանրապես կանաչի չէի ուտում։ Նույնիսկ ապուրից է այսպես հանում, պատկերացնում ես։ Իմ օրինակը ոչ այդքան դրական է եղել, բայց փաստացի աշխատող, որովհետեւ ինձ ստիպողաբար են կանաչին այսպես ստիպել որ ուտեմ։ Բայց մինչև այսօր մենք հրաշալի հարաբերություններ դու չփորձես ստիպես։ Ես կօգտվեմ քո տարբերակից։ Իմ տարբերակ ավելի էսպես։ Իդեպ այդպես ես կրեմ ապուրներ սկսեցի պատրաստել եւ այն ինչ չեն ուտում ուղակի կտրտված վիճակում բանջարեղենը կրեմ ապուրի տեսքով արդեն ոչինչ չի երևում։ Եվ բոլոր երեխաները սիրում են, չէ՞, չորահացիկներ։ Չորահացիկներով գեղեցիկ զարդարում ենք եւ ամեն ինչ համեղ է։ Բոլորը գոհ են լինում։ Եվ մենք վերջացրեցինք։ Պետք է Դե ինչպես միշտ Անուշ այնքան արագ է շարժվում խոհանոցում, որ ամեն ինչ պատրաստ է կտրտված։ Մի փոքր աղանենք։ Աղցաններում հիմնականում աղ ու սև պղպեղ եմ ավելացնում։ Դասական տարբերակ կարելի է ասել, որ իսկ առհասարակ ուտեստների մեջ համեմունքներ շատ ես սիրում։ Ինչի մեջ։ Ուտեստների մեջ համեմունքները չեմ սիրում, որ շատ լինեն։ Նույնիսկ եթե որևէ համեմունք օրինակ պահանջում է քրքում, այդպես սուր հոտով համեմունքներ, միշտ մի քիչ ավելի քիչ եմ գցում։ Եվ իհարկե ձիթապտղի յուղ։ Եվ վերջ։ Մեր օգտակար համեղ աղցանը պատրաստ է։ Սա իդեպ քանի որ քինոան սագախոտը շատ ավելացրեցի, սա կարող է ուղղակի որպես ճաշ ընթրիք լինել, որովհետև բավականին հագեցնող կլինի, իդեպ ովքեր ցանկանում են նիհարել, սագախոտը հանգիստ կարող են օգտագործել։ Ահա, եւս մեկ դրական կողմը բացահայտեցինք։
Այն եւ օգտակար է, եւ սննդարար, եւ միաժամանակ թույլ է տալիս, որ կազմվածքը պահպանվի։ Այո։ Մեզ մնում է տեղափոխել գեղեցիկ ափսեի մեջ ու վայելել։ Բավականին մեծ չափաբաժնով պատրաստեցիր, մենք եթերից հետո ամբողջ խմբով կարող ենք համտեսել եւ վայելել։ Այո։ Այսքանը վստահեցնում եմ շատ համեղ է, կարևորը օգտակար է, հուսամ մեր հեռուստադիտողները, ովքեր որ չեն օգտագործել սագախոտ, գոնե այսօր կարող են օգտագործել։ Համոզված եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Շնորհակալություն Անուշ։ Շնորհակալ եմ Անուշ լինի։ Շնորհակալություն մեզ նորից նոր հետաքրքիր եւ թարմ բաղադրատոմս ներկայացնելու համար, իսկ մենք շարունակում ենք եթերի սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, այս պայն երաժշտությամբ ենք ընդմիջվում, հետո վերադառնանք։